Շնորհակալ եմ նախ որ այստեղ եք գտնվում։ Մենք այսօր եկել ենք մի քանի թեմաների մասին բարձրաձայնելու։ Մենք ունենք անհայտ կորածներ, ունենք արտաշիրիմում պահանջող ընտանիքներ, ովքեր բազմաթիվ անգամ դիմել են եւ կառավարությանը եւ միջազգային հարթակներում ունեն դատական գործեր, բայց մինչեւ այսօր ոչ մի ընթացք չի ստացել այդ գործը։ Ես պահանջում ենք մեր ընկերներով եւ միջազգային իրավունքով թույլ տալ արտաշիրիմում անել եւ մեր զինվորներին վերահուղարկավորել Եռաբլուրում։ Այսօր ընտանիքների համար շատ դժվար է, քանի որ կորցրել են հայրենի եւ զավակներին, ընտանիքներ ունենք, որ մեկ զավակ չի կորցրել, այդ երկու եւ ունենք ընտանիք անգամ 3 կորուստ է ունեցել։ Եվ այսօր չունի մեկ գտնոր հող, որտեղ կարող է ծաղիկ խոնարհել եւ անգամ արտասվել։ Այսօր մեր հասարակությունը կանգնած է իրավունքների խախտման շատ լուրջ շեմին։ Եվ այսօր խնդրում եմ, պահանջում ենք, որ մեր հասարակությունը անտարբեր չանցնի մեր անհայտ կորածների, գերիների, այրվածների ընտանիքների պահանջի կողքով։ Այսօր ավելի քան պետք է միասնական լինենք, տեղ լինենք մեր իրավունքներին։ Եթե մենք տեղ չլինենք մեր իրավունքներին, ոչ ոք չի գալու կանգնի եւ տեղ կանգնի։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք արժանացել եւ ամեն օր բախվում ենք իրավունքների խախտմանը։ Ես ցանկանում եմ, որ մեր 27 երկրների համանախագահողները անդրադառնան այս թեմաներին եւ հնարավորություն տալ այս հարցերը բարձրացնել միջազգային հարթակում։ Մենք բոլորս պետք է լինենք ավելի քան համախմբված եւ կանգնած մեր հասարակության կողքին։ Դուք գիտեք, որ անհայտ կորածները բազմաթիվ դռներ են թակել, բայց մինչև այսօր ոչ մի պատասխան չունեն պատասխան, կա իրենց որդի, թե չկա։ Ես չգիտեմ, մինչև ինչքան են մաշվելու այս ծնողները, ինչքան են մնալու անորոշության մեջ։ Ես պահանջում եմ այս անորոշությանը վերջ տալ։ Շնորհակալ եմ։ Պահանջում ենք։